դասն է բնական թվերի համեմատումը, ամրապնդում ենք բնական թվերի համեմատումը։ Ինչ կանցնենք մեր դասին, ես ձեզ բաժանել էի խմբերի, հիշում եք, նախորդ դասի վերջում բաժանեցի խմբերի, որ այսօր արդեն խմբեր ունենք։ Կարծեք ձեր խումբը ինչպիսի անվանում ունեք։ Զգոն խուզարկուն եք դուք, խորցարու խուզարկուներ եք դուք, համար, քաջարի, իսկ դուք, հնարամիտ խուզարկուն։ Երեխաներ, հիմա ինչ կանցնենք մեր խաղի, որի օգնությամբ ամրապնդենք, եկեք մի փոքր իմ պատասխանեք իմ հարցերին։ Հարցերը գրված է, տեսնում եք։ Առաջին հարց, որոնք են կոչվում բնական թվեր։ Ակտիվ տեսնել, որոնք են կոչվում բնական թվեր։ Որոնք են կոչվում ազգանալու։ Բնական թվեր, այն թվերը, որոնք օգտագործվում են թվերը համարակալներից կամ հաշվերից, կոչվում են բնական թվեր։ Միայն ոչ թե թվերը, այլ առարկաները։ Այսինքն այն թվերը, որոնք օգտագործում են հաշվերից կամ համարակալներից։ Ամենափոքր բնական թիվը ո՞րն է։ Ամենափոքր բնական թիվը Տիգրան ջան։ Մեկը։ Իսկ ամենամեծ բնական թիվը, ամենամեծը։ Ամենամեծ չկա, բնական թվերը անվերջ են։ Բնական թվերը անվերջ են։ Բնական թվերի շարքը Մարիա ջան, ո՞նց է։ Ասա։ 1 Ո՞նց։ 1 4 եւ շատ է, չէ՞ բնական թվերը անվերջ են։ Այսօր հարց է տված դրան բնական թիվ է։ Ոչ, դրան բնական թիվ չէ։ Երեխաներ, բնական թվերի ու թվանշանների մեջ տարբերություն կա։ Որոնք են թվանշանները, ով կասի։ Ասա տեսնալի չէ։ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Կարո՞ղ ասեք թվանշանները ինչի համար են օգտագործում։ Ինչի համար են օգտագործում։ Թվերը գրելու համար։ Ինչպիսի թվեր են գրում թվանշանները։ Թվարկեք ինչպիսի թվեր։ Երկնիշ, եռանիշ, քառանիշ, միանիշ եւ այլն։ Եվ այլն, շատ բազմանիշ թվեր են գրում։ Եվ եկանք հասանք մեր դասին, հիշում եք, ինչպես եք համեմատում բնական թվերը, չէ՞, երեխաներ։ Ասամանենը Բնական թվերից ավելի շատ թվանշան ունեցողը մեծն է, իսկ ավելի քիչ թվանշան ունեցողը փոքր է։ Եթե երկու թվերից թվանշանները նույնն են, ապա բացելու համար թե նրանցից որն է մեծ, պետք է գտնենք ամենամեծ կարգը, որտեղ թվանշանները տարբեր են։ Մեծ կլինի այն թիվը, որի կարգում թիվը ավելի մեծ է։ Իսկ եթե նույնն են, նայում եք հաջորդ թվին։ Հաջորդ կարգի թվին, ապրես 1242 և 42, որն է ավելի մեծ, ասատեսը Վարուցյա ջան։ Ինչու համար է մեծ, որովհետև նրա մոտ կարգերը ավելի շատ են։ 422 և 417, 422, տեսնեմ ով չի մասնակցել, ասատեսը Ինչու համար։ Կարդեն է շատ։ Ավակ կարդեն երկուսին է 4-ը։ Հետո նայում ենք երկուսին և մեկին, չէ։ Արդեն երկուսը մեծ։ Լավ երեխաներ, մենք դրանից հիմա ես կտեսնեմ դուք ինչքանով եք լավ իմացել։ Դրա համար երեխաներ մենք այսօր կխաղանք մի փոքր խաղ խուզարկուների հերավիրար։ Ուշադրություն։ Նախ ես ուզում եմ ուշադրություն դարձնեք այս խոսքերին, թիվը կարող է թաքցնել ավելի, քան թվում է։ Այսինքն թվին ինչ կարող է ավելի մեծ բան նշանակի, քան մեր թվում է, որ ասենք 5 հասկանում ես 5, կարող է 5 ավելի մեծ նշանակություն ունենա։ Գտի ճշմարտությունը համեմատության մի ճնշում։ Փորձենք տեսնենք մեր մոտ ստացվում է դա, թե ոչ։ Տեսնում եք ես Կասկադյանների նկարները դրել եմ։ Թվանշան, Աղաջանյանը, Գումար, Ավետիսյանը դες երևում է, Համեստ Բաղդասարյանը, Բազմանիշ Մանուկյանը, Մնացող Պետրոսյան։ Իրանք մեր Կասկադյաններն են, տված է իրենց անձնագրի համարը, գիտեք անձնագրի։ Դուք ունեք անձնագրի։ Ովքեր ունեն, ովքեր ինչի համար եք անել, որպեսզի երկրից ճամփորդեք, երկրից դուրս գաք։ Թե չէ մնացածը անձնագրի չունեն, որտեղ գրավում։ Մնացածը թիվը
Հացակն է տված և գործի համար։ Երեխաներ, գործի համար յուրաքանչյուր տեղ ամեն աշխարհով, ամեն աշակերտ ունի իր գործի համար։ Դու չեն ունի գործի համար։ Հիմա դեր մեղադրյալներն ունեն գործի համար։ Պարզ է, պետք է ձեր այն ամեն ինչ օգտագործեք և գտնեք ճիշտ կասկածյալին։ Երբ որ դուք ճիշտ կգտնեք, կհաղթάει խումբը, որը ճիշտ կգտնի կասկածյալին։ Դուք երեք հուշումներից պիտի օգտվեք, երեք հուշումները օգտագործելուց հետո կգտնեք ճիշտ կասկածյալին։ Մի հատ բացատրեմ, որ ես էլ չասեմ։ Մինչև մենք սկսենք, ես դերաբաշխում եմ անելու, ամեն խմբին տվել եմ դերեր, քանի որ մեր հայտը մեզ պետք է օգնի, ես իրեն կտամ դեր, ես իրեն կտամ փորձագետ վերցանոթի դերը, երեխաներ, ամեն մեկը մի դեր վերցնել, ինչ եք ստացել։ Հիմա նայեք ինչ պիտի անել, բոլորով միասին մոտենում եք աշխատանք։ Համեմատել եք կգրեք գունավոր մասով կգրեք, աշխատելու եք, տղները բացելու եք, նայելու եք, միասին աշխատում, բայց այդ խումբը, որը կաշխատի աղմկելով, այդ խումբը կգրվի միավորից։ Իսկ այն խումբը, որը առաջինը կգրվի հուշումը, այդ խումբը ստանա մեկ միավոր։ Ուրեմն աշխատում ենք շատ հանգիստ, լուր, իրար օգնելով, դա եմ ես գնահատելու, պետք է բոլորով աշխատել, հա։ Պայմանավորվեցի, հիմա սկսենք ենք ուշադրություն։ Խմբի պատասխանատուն, բոլոր պատասխանատուները մոտենան ինձ։ Խմբի պատասխանատուները մոտենան ինձ։ Կողքանին որ ես ես տեսնեմ։ Խմբի պատասխանատուները, ես ես տալիս եմ առաջին հուշումը, որ դուք ձեր կասկածյանին խնդրեք։ Առաջին հուշումը վերցում եք, գնում եք ձեր խմբի մոտ, բացում եք ու կարդում եք։ Պայմանավորվեցինք 9 րոպե ժամանակ։ Ով ճիշտ գտնում է, մոտենում է ինձ, ցույց է տալիս հուշումը։ Եթե հուշումը ճիշտ է լինում, ես ասում եմ ճիշտ է ու տալիս եմ ապել երկրորդ հուշումը, որ դուք արագ վերջացաք։ Հասկացաք, միայն առաջին հուշումն են բոլորին հավասար տալիս։ Երկրորդը անցակ։ Սկսեցինք 9 րոպե հրատարանային ձայն։ Ես դիտողների կծանոթացնել հարցը, ցանցեր երեխաներ, ես ծանոթացում եմ հարցին, ուրեմն առաքելություն, գովացվել է թանգարանի թանկարժեք նմուշները, ստորև ներկայացված է դրանց արժեքը, ձեր մոտ դրամնացված, սեփականատերերի արձանումները, դասավորեք նշումները իրենց արժեքի նվազման կարգով, ստացված արձանումների առաջին տամերով կազմեք գաղտնաբառը, հետ գտնում եք ամենամեծը գնում եք անվան առաջի տանը, լավ անվան առաջի տանը, որնագոն ամենամեծը, երեխաներ հետ գտնում եք որ ամենամեծ թիմասը, այս դեպքում ամենամեծ գնում եք բր, ձեր վրա բերեք բր, հաջորդը, նրանից փոքր է որնակ, երեխաներ ամենամեծը որ գնում եք բր, ով վերջանում վերցեք, ուստը վերցեք, ով եք, լավի կացության ուստը ձեր, ասում եք երկրորդ առաջադրանքի երկու, ում դեր չի վերջացներ, շուշու։ Բոլոր խմերը ստանում են մեկ ապար միավոր, ժամանակի շուտ ավարտելու համար։ Բոլոր խմերը ստանում են մեկ ապար միավոր, միասնական աշխատելու համար։ Եվ բոլոր խմերը մի քիչ աղմկների, բայց ես ուզում եմ, քանի որ առաջի անգամ եք աշխատում, մեկ միավոր տան աշխատելու համար։ Փորձեք ավելի դուր աշխատեք։ Բայց այստեղ մեկ մի բան։ Առաջին ավարտող խմբին, ես բոլորի բերել եմ պատուղ եք բաժանել, բայց առաջին ավարտող խմբին եկեք բոլորով ծափահարել։ Իսկ հիմա դուք եք տեսնեք, արդյոք ճիշտ
չէ, իշատե։ Ատես հայտա, բոլորին ցույց տվեցի, հիմա կտեսնենք, որ ճիշտ է, ցույց տվեք, գրանցի։ Հիմա տեսնենք, հուշում առաջին, անունները ճիշտ է գտել, բալնի, ճիշտ է գտել, այո, բոլորը ճիշտ է ես գերի, հուշում երկրորդ, ձեր կասկածյալը, համես բանդասարյանը, որ թումը չեն գտել համես բանդասարյանը, կար այդպիսի խում, բոլորը ճիշտ են գտել, այո, մի քիչ այսպիսով ուշ են գտել, և հուշում վերջին, գտել էիք 98,514, բոլորը դա եք, և չվարեն ձեզ տվել այգը, ինչ գրասեղան, այսինքն ձեր բանալի բարը, գրասեղանն է, ապրեջում, դեր հիմա բոլորը նայնես գրատախտակի, ես ձեզ հարց եմ տալիս, ինչպես ձեզ օգնեց գերերի մաշկումը, ես ձեզ գերեր տրիչ, օգնեց ձեզ, այո, ինչ արիչ, ձեր հով, հա, տեսեմ ով ինչ արիչ, դիրան ինչ է, ճիշտ կկատարել, չէ, դու ինչ ներին էի, դիրան չարիչ, ճիշտ էի պարուն ժամը, ահա, Մեզ բոլորով օգնում են, ուշումներ ենք տալիս, ճիշտ պատասխաններ ենք։ Ապրիլավանը դուք առաջինը վերջացրեցիք, հաջորդը, ինչու է կարևոր, որ պիտի բոլոր անդամները աշխատեն միասին, ինչու է կարևոր, որ միասին աշխատեն, ավելի հեշտ, մեկը մեկին օգնում ենք, ավելի հեշտ է սա, երեխաներ, ասել դուք թվերի համեմատում արեցիք, ինչը, ինչպես համեմատեցիք, առաջին հուշումը տալիս է թվերը համեմատել, ինչեն ենք համեմատում, ինչեն, տարերս կրդին նախվերջինը, չէ, ինչեն ենք, բայց ինչենը համեմատեցիք, որ կավերը դրդաց, արժեքները, չէ, այդ ապրանքների արժեքները, երկրորդը ինչ անեցիք, նախ անձնագրի համարը չէ նայեցիք, հետո նայեցիք, հետո հասար, որ նոր գտակ չէ համեմատեցիք, էլի համեմատեցիք, չէ թվերը ապրեք, և երրորդ հուշումը, ինչ է հուշում ձեզ, թվեր է տվել, և ինչը գտնելի, ամենամեծ, ձեզ տվել է մի քանի թվանշան, այդ թվանշանով ինչ պիտի կազմեի, ամենամեծ, ապրեք, ես շատ ուրախացա, որ դուք արագ աշխատեցիք, հիմա ես ձեզ ամեն մեկի, առանձին, տալիս եմ առաջանակ, բայց նայեք երկի քարտը միասին,